Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախ ես հույս ունեի, որ ձեզ բաժանված կլինի, բայց կարծես բաժանված չի։ Մենք բաժանված է, բոլորին ուղարկված է, նախագիծը, ձեր առաջարկը։ Նախ ասեմ, որ կառավարությունը ի սկզբանե մենք առաջարկել էինք սահմանել հիշատակի եւ խոնարհումի օր, այսինքն անվանումը օրվա կլիներ հիշատակի եւ խոնարհումի օր։ Կառավարությունն առաջարկել էր մասնավորեցնել, թե ում հիշատակի եւ խոնարհման օրվա մասին է խոսքը, նաեւ ես տեսել եի, որ հանրային քննարկումների ընթացքում այդպիսի հարց կա, նույնիսկ կոնսպիրոլոգիական հարցեր կային, որ արդյոք սրանով չեք ուզում նշել այլ օրեր եւ այլն։ Ես եւ պարոն Նազարյանը մենք կառավարության առաջարկը ընդունել ենք մասնակի, նաեւ հաշվի առնելով 2000 թվականի ընդունված օրենքը, որովհետեւ 2000 թվականի ընդունված գործող օրենքը Սա ինչի մասին է, օրենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավելժացման մասին։ Կառավարությունը առաջարկել էր անվանումը այսպես անել, հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր, բայց քանի որ արդեն իսկ կա 2000 թվականի օրենքը, նպատակահարմար համարեցինք օրը անվանել հետեւյալ կերպ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նաեւ պարոն Մինասյան, որ ասում եք ում հավերժացման, ում հիշատակի մասին է, կրկին 2000 թվականի օրենքը հստակ սահմանում է, հավերժացման ենթակա են հիշատակը հետևյալ կատեգորիաների, հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվածների, այլ պետությունների տարածքում զինվորական պարտքը կատարելիս զոհվածների, հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացված վնասվածքների ցնցումներից մի խոսքով կարդացի ամենասկզբում։ Հաջորդը, պարոն Մինասյան, իրոք փորձում եմ հասկանալ, բայց չեմ հասկանում ձեր փաստարկը, որովհետև ասում եք ինչու հունվարի 27-ը միթե եթե կապում եք բանակի օրվա հետ, միթե այլ տոներ չկան, օրինակ անկախության օրը։ Հա, բայց նույն տրամաբանությամբ 15 սեպտեմբերի 20-ին ասելու եք ինչու եք կապում անկախության հետ, միթե բանակի օրը չկար։ Ու լավ չեմ հասկանում պրոբլեմը որն է, էլի, որտեղ օրինակ պարոն Նազարյանը մի անգամ շատ լավ էր գրել, երբ որ քննարկում էինք այս on-line քննարկումների ժամանակ, ասում էր մենք ունենք մեր երկնային բանակը, այսինքն բոլոր տարիների զոհերը, որոնք համալրում են երկնային բանակը եւ կա երկրային բանակը։ Հունվարի 27-ին կհիշենք, կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք մեր երկրային բանակը։ Այսինքն որևէ խնդիր չկա։ Կամ որ ասում եք միևնույն է այլ տոների եւ հիշատակի օրերին մարդիկ այցելում են գերեզմաններ եւ երաբլուր։ Հա, ինչա փոխվում, այս առումով ոչ մի բան չի փոխվում։ Փոխվում է մի բան։ Կամ ոչ թե փոխվում, այլ ավելանում է մի բան։ Մի կոնկրետ օր մենք սահմանում ենք որպես հիշատակի օր, երբ որ ասում եմ մարդիկ այցելեն երաբլուր, հեռուստաընկերությունները ռեպորտաժներ կպատրաստեն, դպրոցականները, ուսանողները կայցելեն երաբլուր, դպրոցները ինչ որ կրթական միջոցառումներ կկազմակերպեն։ Այսինքն մենք կկենտրոնացնենք հիշատակը եւ մի կոնկրետ օր կունենանք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհերի հիշատակի եւ նրանց փառաբանման։ Ու իսկ թվում է մի քիչ ակնհայտել է, էլի, որ պարզա չէ որ հայրենիքի համար զոհվածի կապը բանակի հետ առավել քան ուղիղ է, որովհետեւ նույնիսկ ասենք բոլորը ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին զինված ուժերի կազմում են եղել, նույնիսկ եթե մոբ ա եղել, դա էլի զինված ուժերի կազմում է, եթե ոստիկան ա եղել, էլի զինված ուժերի կազմում է, եւ այսպես շարունակ։ Սա է, հիմնականում մոռացա ասեմ նաեւ, որ մոռացա պարոն Մինասյան, այլ մարտական առաջադրանքներ։ Եվ պարոն Մինասյան, մեկ էլ որ ասում եք ինչ կապ ունի բանակի հետ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ չենք առաջարկում ենք հունվարի 28-ը սահմանել որպես հիշատակի օր։ Մենք առաջարկում ենք հունվարի 27-ը, որը այո փոխկապակցություն ունի բանակի օրվա մեջ, բայց նույնն չի։ Դա բանակի օրվան նախորդող օրն է։ Եվ մոռացա նաև նշել, որ առաջարկում ենք օրը սահմանել ոչ աշխատանքային, կրկին տրամաբանությունը շատ պարզ է, եթե դա պետք է լինի օր, որ մարդիկ այցելեն գերեզմաններ, որ դպրոցականները այցելեն նաև տարբեր գերեզմաններ, թանգարաններ եւ այլն, տրամաբանական կլինի, որ լինի ոչ աշխատանքային։ Շնորհակալություն։